Իդեպ մինչ երկրի ղեկավարությունը ընկել է եկեղեցու հետևից, երկրում աճում է հանցագործությունների թիվը։ Եթե 2007 թվականի երկրորդ նախագահի օրոք մեր երկրում արձանագրվել է 8400 հանցագործություն, 2017 թվականի երրորդ նախագահի օրոք 20000 հանցագործություն, ապա Փաշինյանի օրոք 2024 թվականին այդ թիվը հասել է ավելի քան 40000-ի։ Վերջին օրերին մշտապես հայտարարվում են անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների մասին։ Լրահոսը լի է նյութերով, թե ինչպես, օրինակ, 8-րդ դասարանի աշակերտը կրակում է դպրոցի պատուհանին, 15-ամյա պատանին դանակով հարվածում է 16-ամյա եղբորը, կամ անչափահասների վիճաբանությանը խառնվում են ծնողները եւ էլի զոհ է լինում։ Կարելի է անվերջ թվարկել անչափահասների մասնակցությամբ կրակոցները, ռազմորկանները արդեն գրեթե ամեն օր են, աճել է նաեւ ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թվերը։ Թե ինչով է այդ ընթացքում զբաղված իշխանությունը արդեն նշեցինք, իսկ արդյոք ժողովուրդը դա էր սպասում նրանցից։